Այս դեպքում սահմանադրական փոփոխությունները չեն կարողանալու լինել։ Ու այս դեպքում էլ մեր համար դա միայն ՔՊ-ի ընտրությունը թե որևէ մեկը բերել է ռազմական աղետների, ապա դա հենց ներկայիս իշխանությունն է։ Ինչ հակառուսականության դրսևորում ա եղել։ Թերացումը ոչ թե ընտրություններով է պայմանավորված, այլ Բանավեճին մասնակցում են 20 մասնակից եւ 1 հիմնական բանավիճող։ Բանավեճը բաղկացած է հիմնական բանավիճողի կողմից հայտարարված եւ դրանց շուրջ ընթացող 4 պնդումներից, որոնցից յուրաքանչյուրի համար հատկացվում է 15 րոպե։ Բանավեճը մեկնարկում է հիմնական բանավիճողի կողմից հայտարարված պնդումով, որից հետո մասնակիցները իրենց հեռախոսների վրա սեղմում են համապատասխան կոճակը։ Ով առաջինն է հասցնում սեղմել կոճակը, նա էլ զբաղեցնում է ոչ հիմնական բանավիճողի աթոռը եւ սկսում է բանավեճը։ Յուրաքանչյուր մասնակցի բանավեճի ընթացքում տրամադրվում է կարմիր դրոշակ։ Եթե մասնակիցը ցանկանում է ոչ հիմնական բանավիճողի փոփոխություն, ապա բարձրացնում է իր կարմիր դրոշակը։ Երբ մասնակիցների մեծ մասը բարձրացնում են դրոշակները, ժամանակը կանգ է առնում, եւ ոչ հիմնական բանավիճողը լքում է իր տեղը։ Այնուհետև բոլոր մասնակիցներին տրվում է կոճակը սեղմելու եւ բանավեճը շարունակելու հնարավորություն։ Յուրաքանչյուր մասնակցի տրվում է 3 րոպե անձեռնմխելի ժամանակ, որի ընթացքում թիմը չի կարող նրան հեռացնել։ Կողմ դիրքորոշումը պաշտպանում է հիմնական բանավիճողը, իսկ դեմ դիրքորոշումը ոչ հիմնական բանավիճող մասնակիցները։ Բանավեճի թեման է. Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկա ԱԺ ընտրություններում չստանա մեծամասնություն, այսինքն չընտրվի քաղաքացիական պայմանագիրը, Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Կողմ պնդմամբ հանդես եմ գալիս ես հիմնական բանավիճողս Յուրի Մովսեսյանս, իսկ դեմ պնդմամբ հանդես են գալիս Ռեֆորմ 2026 աշխատարանի մասնակիցները։ Պատրաստ ենք սկսել բանավեճը, հարգելի բոլոր։ Այս դեպքում Յուրին խնդրում եմ սկսել առաջի պնդումը։ Իմ առաջին պնդումն է. ընդդիմության կողմից բանակցային տրամաբանության փոփոխությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում մեծացնում է պատերազմի վտանգը։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նարեկ Գևորգյան։ Ողջույն Նարեկ։ Բարև ձեզ։ Ես ամբողջ ժամանակը ձեզ եմ տրամադրում եւ սիրով լսում եմ ձեզ։ Ուրեմն 2018-ին, երբ որ պարոն Փաշինյանը եկավ իշխանության, այդ ժամանակ սկսեց 0-ից բանակցությունները ու բոլորս էլ արդեն պատկերացնում եք ինչ եղավ։ Արցախում պաթոսային ելույթներ եւ այլն, բանակցային գործընթացը ընդհանրապես տապալվեց ու կործանար պատերազմ, որի հետևանքով հիմա մենք չունենք այնինչ ունեինք այն ժամանակ, ու հեռանկար նաև ունենք, ուստի նոր իշխանությունները, որոնք ունենան քաղաքական փորձ իշխանության քաղաքական փորձը չունենան, դասեր քաղելով անցյալից, այս պաթոսային հայտարարությունները չեն անելու, ավելի զգուշավոր քաղաքականություն են վարելու։ Բայց ես հետ համաձայն չեմ, արդեն իսկ անում են այդ հայտարարությունները։ Արցախի վերադարձի, հենց ուղիղ վերադարձի, պատերազմի վերադարձի մասին հայտարարություններ ոչ մի Ես նման պնդում արել եմ, որ ընդդիմությունը ասում է Արցախ վերադարձի ինչ որ թեզ է շրջանառում։ Ես նման պնդում արել եմ։ Դեր ասած հայտարարությունը ինչ բնույթ են կրում։ Այ դա հետաքրքիր հարց է։ Ուրեմն տեսեք, մենք այսօր բանավիճում ենք հստակ քաղաքական կոնտեքստում, հա, այսինքն երբ որ ասում ենք քաղաքացիական պայմանագիրը չընտրվի, նկատի ունենք, որ այլ ուժեր կընտրվեն։ Մենք հավանական ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերին գիտենք։ Ես մեջբերեմ։ Ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերից մեկը, օրինակ, որը գլխավորում է այդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը, հայտարարում է խաղաղության պայմանագիրը վերաբանակցելու եւ փոփոխություններ անելու առաջարկով, մասնավորապես նշելով. մենք գնալու ենք նախաստորագրված համաձայնագրի ստորագրմանը մի հավելումով, որևէ կետ հարցականի տակ չենք դնի, բացի նրանից, որ պետք է ավելացնենք այնտեղ մի քանի երաշխավոր ինստիտուտ պայմանագրի շրջանակներում։ Սա հայտարարել է հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը, առաջին համարը Նարեկ Կարապետյանը։ Սա համարում եք որպես բանակցային տրամաբանության փոփոխություն, այսինքն բանակցված, նախաստորագրված նույնիսկ փաստաթուղթը ըստ էության արդեն իսկ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժի կողմից նշվում է, որ պետք է փոփոխության ենթարկվի։ Սա նշանակում է, որ իմ պնդումը, որ տրամաբանությունը փոխվում է բանակցային, ինչ որ ձևով տրամաբանական է, չէ, բխում է, չէ, իմ այս պնդումից այս հղումը։ Ճիշտ է։
Այո, ճիշտ է։ Ու Իսկ բայց կուզեմ նաև ձեր արձագանքեմ սկզբի։ Դուք շատ ճիշտ ասեցիք։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ 2018-ին եկած քաղաքական մեծամասնություն, որը եկել է հեղափոխության միջոցով, բանակցային տրամաբանություն փոխել է։ Դուք դրանով իմ պնդումը ավելի եք ուժեղացնում։ Այո, բանակցային տրամաբանության փոփոխությունը առանց հիմքի, իսկ այս նորը նախաստորագրված պայմանագիր ունի, որի աշխատավորը ԱՄՆ-ն է։ Օրինակ 2018-ին, 2019-ին, 2020-ին Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայտարարում էր, որ ամբողջ այդ բանակցային փաստաթղթերը աղբանոցն են նետում, այլ նոր սկզբունքներ էր առաջ քաշում, նոր կետեր էր առաջ քաշում, կապանում գնում Մյունխենյան սկզբունքներ էր հրճակում, ասում էր ընդունելի պետք է լինի լուծումը Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար, այսինքն չէր ասում, որ հա, այն սկզբունքները, որի շուրջ բանակցում ենք, բոլորը մոռացեք, եկեք նոր հիմքից։ Ինքը ասում էր, նոր բաներ պետք է ավելացնել։ Հիմա այս մարդիկ ձեր ասածով չեն գնում, հա, հիմնական անդիմադիր քաղաքական ուժերը, իրենք կրկնում են Նիկոլ Փաշինյանի սխալը, ու գոնե Նիկոլ Փաշինյանի սխալը կրկնում են ոչ թե իշխանություն գալուց հետո, արդեն իշխանություն միջև գալն են իրենք դրա մասին հայտարարում։ Եվ նաև Փաշինյանները հեղափոխության ժամանակ այդ կոչեր անում, բայց մի հատ հավելում անեմ, Փաշինյանը այդ ժամանակ զգում էր, որ ժողովրդի իր մեջքին է, ինքը ինչ էլ ասի ժողովրդի հետևից գնալու է։ Այս ընդդիմությունը չի զգում, որ ժողովրդի իր մեջքին է։ Ասում եմ 60%-ը ընդդիմություն է, այս բանին ընդդիմություն չկա։ Հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարում է համադրական փոփոխություններ անելու միջոցով դեռևս Հայաստանի, ավելի ճիշտ ոչ միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձին վարչապետ դնել։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ վստահ են, որ ժողովուրդը ոչ թե իրենց թիկունքն է, մի 60%-ն են իրենց թիկունքին, որովհետև այդ փոփոխությունը անելու համար նրանց պետք է ոչ թե պարզ մեծամասնություն 50+1, այլ առնվազն 60% եւ այլն, կախված իհարկե փոշիացող ձայների քանակից։ Կանգնեցնում ենք ժամանակը, ունենք դրոշների մեծամասնություն, եկեք ծափահարենք մեր մասնակցին։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Տիգրան Մեսրոպյան։ Ողջույն Տիգրան, կարծում եմ իմ եւ ձեր ընկերոջ զրույցը, բանավեճը տեսակ, ես հիմա լսում եմ ձեզ, որևէ կերպով չեմ ընդհատում, օգտագործեք ձեր ժամանակը։ Այո, կխնդրեմ մի հատ կրկնել ձեր հարցը, վերջին նախադասությունը չհասցրեցի լսեմ, քանի որ մասնակցում։ Ես էլ չեմ հիշում, դուք ասեք։ Կներեք, բայց պնդումը ձերն է, ես լսում եմ ձեր պնդումը։ Պնդման մասին է խոսքը, հա, ես որովհետև հարց չեմ տվել, ես պնդումներ եմ առաջ քաշում եւ փաստարկներ։ Իմ առաջին պնդումը հետեւյալն է, ընդդիմության կողմից, այսինքն այն մի տոկոսանոց կուսակցությունների մասին չի խոսքը, այն կուսակցությունների մասին է խոսքը, որոնք իրենց համարում են արդեն իսկ հաջորդ վարչապետ, հաջորդ իշխանություն եւ այլն եւ այլն։ Ընդդիմության կողմից բանակցային տրամաբանության փոփոխության առաջարկը մեծացնում է պատերազմի վտանգը, սա կարճ պնդում է։ Հա, շատ լավ, ուրեմն ոչ որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել, որ իրան գալու են եւ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, այսինքն Ես չեմ ասում իրենք ասել են, որ մենք գալու ենք պատերազմի մեջ ներքաշենք։ Ես ասում եմ, պնդում եմ, որ իրենք ասում են, որ իրենք բանակցային տրամաբանություն են փոխելու եւ դրա հետևանքով Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Խնդրում եմ Օրինակ, շատ լավ, Հայաստան դաշինքի ղեկավարին Ռոբերտ Քոչարյանին գիտենք, ինքը ասում է, որ գալու է իշխանության եւ վերանայելու է տրիպը, այսինքն նա ասում է, որ գա իշխանության, տրիպը լինելու է, բայց Ռուսաստանի երաշխավորմամբ։ Այսինքն մենք էլի ունենալու ենք տրիպ, ուղղակի ուրիշ ֆորմատով։ Ես դեռևս մեջբերել եմ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի մոտեցումները, որովհետև ըստ տարբեր հանրային կարծիքի ուսումնասիրությունների, ծանոթ եք, չէ՞, հանրային կարծիքի ուսումնասիրությունը, բոլորը, նաև ձեր նշած անձնավորությունը իհարկե չի ուզում ընդունել, որ դեռ ինքը այլևս հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը չէ, բայց կարծում եմ մենք բոլորս կոնսենսուս ունենք, որ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժը դա Կարապետյանների գլխավորած քաղաքական ուժն է, ճիշտ է։ Ավելի հավանական է, որ իրենք ավելի շատ ձայն կստանան, ճիշտ է։ Ավելի հավանական է, որ եթե ԿՊ-ն պարտվի իրենք են դինելու իշխանության, ավելի շատ մեծ քաղաքական մեծամասնություն ձևավորելու մեջ իրենց կշիռը ավելի մեծ է լինելու։ Համաձայն եմ, բայց իրենք չեն ասել, որ իրենք դադարեցնելու են այդ պայմանագրերը, եկեն գանք այստեղ։ Ես հղում եմ արել Նարեկ Կարապետյանի խոսքին, այդ կապակցությամբ ինչ ունեք ասելու։ Որ խնդրեմ կկրկնեք մեջբերում։ Կրկնենք։ Այն հարցին, թե ինչ են անելու իրենք խաղաղության համաձայնագրի հետ, Նարեկ Կարապետյանը հետևյալն է ասել. Գնալու ենք նախաստորագրված համաձայնագրի ստորագրմանը, բայց մի հավելումով։ Պետք է ավելացնենք այնտեղ մի քանի երաշխավոր ինստիտուտ,
պայմանագրի շրջանակներում նկատի ունի։ Հետո իհարկե ավելացնում ենք պայմանագրի շրջանակներից դուրս, բայց իհարկե մենք երբ որ խոսում ենք բանակցությունների մասին, միայն թղթերի մասին չենք խոսում։ Այսինքն Նարեկ Կարապետյանը երկու ուղի է տեսնում երաշխավորների ինստիտուտ ավելացնելու մասով, մեկը պայմանագրում հենց ավելացնել, որը կարծում եմ ավելի կմեծացնի պատերազմի վտանգը, եւ երկրորդը պայմանագրից դուրս փաստորեն Ադրբեջանի հետ մենք պետք է մի հատ առանձին պայմանագիր կնքենք հանուն երաշխավորների, հանուն երաշխավորված խաղաղության։ Ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը, արդյոք սա բանակցային տրամաբանության փոփոխություն չէ։ Ես կարծում եմ, որ նրանք եթե գան իշխանության, այսինքն Դուք համարում եք, որ դա բանակցային տրամաբանության փոփոխությանը միտված խոսք է, լավ, այսպես ձևակերպ։ չէ, չեմ համարում, որովհետև եթե նրանք կանել եմ կրկնում, եթե նրանք կան Հիմա չկա չէ երաշխավորների ինստիտուտ։ Կանգնեցնում ենք ժամանակը, ունենք դրոշներ, շնորհակալություն հասնենք մեր մասնակցին։ Համեցեք։ Լևոն Արսենյան։ Լևոն, կարծում եմ կարիք չկա կրկնելու իմ խոսքը, կարծում եմ լսել եք, ես համակ ուշադրությամբ լսում եմ ձեզ։ Ուրեմն բանակցային տրամաբանությունը չի փոխվելու, եթե նույնիսկ ընդդիմությունը գա իշխանության, որովհետև նրանք եւս հայտարարում են դրա մասին։ Դուք նշեցիք Կարապետյանների, դուք նշեցիք Կարապետյանների գլխավորած թիմի հայտարարության մասին, այստեղ վերաբանակցելու կամ վերախմբագրելու մասին է, ինչը սխալ եւ թյուրըմբռնում է առաջացնում իշխանությունների կողմից կամ դա քաղաքական նպատակ, քաղաքական մանիպուլյացիա փոխվում է դրանից։ Բանակցային տրամաբանությունը չի փոխվում, որովհետեւ փաստաթուղթը վերախմբագրվում է այդ դեպքում։ Խմբագրելը նշանակում է փոփոխություն, ճիշտ է։ Փոփոխություն է նշանակում, բայց դա չի նշանակում նոր միջնորդներ կարող են ավելանալ այստեղ։ Հաստատեցիք իմ պնդումը, որ նշանակում է փոփոխություն։ Դուք չեք թողում ավարտեմ ես իմ խոսքը, ասում եմ վերախմբագրել չի նշանակում փաստաթղթից դուրս գալ։ Փաստաթղթից դուրս գալ կնշանակի Միացյալ Նահանգներին դեմ քայլեր իրականացնել այդ դեպքում, որովհետև ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ նոր կարդացիք լսողության հետ խնդիր չունեմ։ Փաստացի մարդը պնդում է ինչն է փոխվելու, այսինքն ինքն է հենց փոփոխություն բառը չի նշվում, բայց ասում է հավելում։ Հավելում նշանակում է փոփոխություն, այսինքն այս թղթում չկա, այս թղթում պետք է հայտնվի։ Հավելում չի նշանակում փոփոխություն, հավելում նշանակում է նոր կետի ավելացում փոփոխությունը եղած կետերի փոփոխությունն է, այստեղ չմտնենք լեզվաբանական խնդրի մեջ։ Չէ, պարզ տրամաբանություն է, խաղաղության համաձայնագիրը, օրինակ, կամ ցանկացած պայմանագիր, եթե ունի 10 կետ եւ դառնում է 11, դա փոփոխություն է թե ոչ։ Դա հավելում է ավելի շատ փոփոխություն 10 կետի մեջ չի։ Հավելումը եւս փոփոխություն է։ Շնորհակալություն։ Հիմա Անցնենք առաջ, շարունակենք։ Անցնենք առաջ, բանակցային տրամաբանության հետ կապված բնականաբար շատ է խոսում Կարապետյանի գլխավորած ուժի իշխանություն գալու դեպքում Ռուսաստանին որպես միջնորդ կամ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին ներգրավելու հետ կապված։ Ես կարծում եմ հետեւյալը, բանակցային տրամաբանությունը ամեն դեպքում կմնա նույնը, որովհետև այդ քաղաքական ուժերը չեմ կարծում, որ այնքան մոլերանդ են ազգայնական տեսանկյունից, որ գան միանգամից պատերազմ սկսեն եւ այլն։ Կփորձեն շարունակել քաղաքական գիծը։ Սահմանազատման գործընթացի մասին լսել եք, չէ՞։ Ես հիմա տեսեք, Սամվել Կարապետյանը հայտարարում է. Մենք պայքարելու ենք մեր հողերի Հայաստան ինքնիշխան տարածքի մասին է խոսքը վերադարձի համար։ Այո։ Սա մենք հակասություն տեսնում ենք սահմանազատման եւ սահմանագծման ներկայիս գործընթացի համատեքստում։ Հակասությունը կայանում է հետեւյալում. մարդը նշում է հակասություն կա այս հայտարարության եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ներկայիս հակասություն չկա, գործընթացի։ ընդհակառակը փոխ լրացնում են դրանք իրար, որովհետեւ բացատրեմ ինչու, որովհետեւ ավելացման դեպքում կետի դեռևս չի հայտարարվել ինչ կետի ավելացման կամ փոփոխության մասին է խոսքը։ Կարող է լինել, որ այդ կետի մեջ ավելանա խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ստորագրման փուլում ավելանա նաեւ հողերի հետ վերադարձի հետ կապված հարց։ Հողերի հետ վերադարձ խնդրեմ ֆիքսենք։ Այսինքն երաշխավորի ինստիտուտից բացի նաեւ ավելացել Երաշխավորի ինստիտուտը կետ չի ավելանում։ Դա կետ պայմանագրի կետ չի համարվում, դա վերջնարդյունք է։ Դա վերջնարդյունքի գարանտ պետություններն են, հասկանում եք։ Ավարտեմ։ Ինքնիշխան այստեղ կարևոր հարց, որ ինքնիշխան պետության տարածքի օկուպացիայի հետ վերադարձի մասն է խոսում Կարապետյանը, որը բնական իրավունքն է յուրաքանչյուր անձնվոր ներկայիս սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի տրամաբանությամբ, ճիշտ է։ Այս հայտարարության մեջ նման բան չկար, սա թրիփին էր վերաբերում, խնդրեմ չխառնենք իրար։ Չէ, թրիփի մասին խոսք, այստեղ սահմանազատման եւ սահմանագծման մասով ենք խոսում, որը այսօրվա Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում բանակցային միության մասին է։ Ինքը չի նշում, որ ես գալու եմ եւ շարունակելու եմ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները շարունակեմ։ Ինքը նշում է ես պայքարելու հողերի եք անում, ինչի որտեվ ինքը չի նշում, բայց չի էլ հերքում, հասկանում եք։
Այսինքն ձեր ասածը նույնքան անտրամաբանական է այս պայի դրությամբ։ Դուք ասում եք չի նշում, չի էլ հերքում այդ անձնավորությունը։ Ես դա ձեզ հարցնում եմ։ Մի հետաքրքիր հանգամանք եւս, եթե բանակցությունները շարունակվելու են նրանց օրոք, եթե գան իշխանություն, այսինքն նրանք դեմ չեն բանակցությունների շարունակությանը, եւ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի մեջ ոչ միայն խաղաղության օրակարգն է, ոչ միայն խաղաղության օրակարգ, ես չեմ ասում բանակցության դեմ են։ Ոչ միայն խաղաղության օրակարգն է, չի կանի, չեմ ասում բանակցության դեմ են, ես ասում բանակցային տրամաբանությունն են փոխում։ Ոչ միայն խաղաղության օրակարգն է վստահաբար, այլ նաև սահմանագծման, այսինքն դելիմիտացիա եւ դեմարկացիայի գործընթացն է, որի շուրջ բնականաբար բանակցելու են։ Այսինքն փչվում է այն տեսակետը, որ դուք ասեցիք նոր մի քիչ առաջ, այսինքն որ ինքը հերքում է սահմանազատման եւ սահմանագծման ճանապարհով։ Ես ասում եմ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին հակասող հայտարարություն է անում։ Սա սահմանազատման գործընթացին հակասող ընդհանրապես հակասություն չի, որովհետեւ նշվում, որ մենք գալու ենք եւ շարունակենք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Ինչու չի նշվում։ Ասեմ, պատասխանը ձեր հարցին։ Սպասեք, ինչու չի նշվում, որ խաղաղության համաձայնագիրը գալու ենք այն տեսքով, որ կա ստորագրենք նախաստորագրելուց հետո եւ որևէ կետ չենք բանակցելու։ Երբ որ նշվում է, որ արդեն իսկ արկա փաստաթղթին որոշակի կետերն ավելացնելու, դա արդեն նշանակում է նոր բանակցություններ, դա արդեն նշանակում է բանակցային տրամաբանության փոփոխություն։ Ես արդեն երկրորդ հարցին պատասխանեցի։ Առաջին հարցի հետ կապված կարող եմ միայն ավելացնել, որ եթե մարդիկ պատրաստական են գան բանակցությունները շարունակելու, ինչքան էլ որ բանակցային տրամաբանությունը փորձեն նույնական պահել, միևնույն է յուրաքանչյուր ղեկավար, որ գալիս է, ունի իր տեսակետները եւ տեսլականների արտահայտում է։ Կարապետյանները երբևիցե չեն ասում, որ գալու են եւ բանակցային տրամաբանությունը գլխի վայր շրջվի, բայց դա չի նշանակում, որ բանակցային տրամաբանությունը կոր չի ունենալու նրանց օրոք։ Ունենալու է, այսինքն։ Իհարկե ունենալու է որոշակիորեն, որովհետեւ ես նոր նշեցի, չկրկնվեմ, բայց կարելի եւս մեկ անգամ դուք նշում եք ֆիքսենք, որ դուք նշում եք, որ բանակցային տրամաբանությունը փոխվելու է, բայց դուք չեք նշում ինչ մակարդակով է փոխվելու։ Սա կարևոր արձանագրում է։ Իհարկե, ես չեմ ասում, որ գլխի վրա, այսինքն ես բայց հղում եմ արել, տեսեք, ամենապարզ բանը, որ ես ոչ թե ինձնից եմ հնարել, այլ պարոն Կարապետյանի խոսքն եմ, հա, մեջբերի ամբողջական։ Այնտեղ փաստացի ես նշել եմ, որ առաջնորդը Նարեկ Կարապետյանը չի, Սամվել Կարապետյանն է դա կարևոր։ Դե Սամվել Կարապետյանն ու Նարեկ Կարապետյանը հաստատ շատ հեռու մարդիկ չեն, թե քաղաքապես, թե գաղափարապես։ Նարեկ Կարապետյանը նաև այդ հարցազրույցում ի դեպ ասում է, որ բոլոր ամբողջ տեսակետները արտահայտում է Կարապետյանի հետ։ Բացի այդ, ես ինչ եմ ասում, ես չեմ ասում, հա, ես այդ տեսեք նախորդ մասնակից, որ եկել էր, նշում էր Փաշինյանի դեպքը, ինքն էլ էր այդ սխալ պնդում անում, ասում էր նոր հիմքի չի բանակցվել։ Ես այդ պնդումը չեմ արել, խնդրեմ։ Իմ խոսքերը չօգտագործել, որտեղ ես այսի բան չեմ ասել։ Դուք ասում եք, որ ես պնդում եմ, որ բանակցային տրամաբանությունը փոխվելու է այնքանով, որքանով նոր ուժը փոխվելու է, բայց իմ ասած է դա։ Որ է ունենալու ամբողջական տրամաբանությունը նույնն է մնալու, ադրիբուտիկան էլ փոխվելու է։ Տեսեք, ես պնդում եմ, ադրիբուտիկանությունը փոխվելու է։ Իմ պնդումը տրամաբանությունը հիմնականում նույնն է մնալու։ Հիմնականում, որովհետև տրամաբանությունների ինստիտուտի ավելացումը չեք համարում ֆունդամենտալ փոփոխություն։ Օրինակ, երաշխավորների մեջ նշվում է ԵՄ, Չինաստան, Ռուսաստան, այդ հակասող շահերն ունեցող աշխարհակական կենտրոնների ամրագրումը որևէ իհարկե ես իրատեսական չեմ համարում իհարկե ընդհանրապես այդ առաջարկը։ Այո, դա այլ հարց է, բայց ես իմաստուն ավարտվեց առաջին ֆունդամենտալ համար նախատեսված իրականում ասեմ Շնորհակալություն Լևոնին։ Բայց երկրորդ պնդմանն անցնելու համար մեզ ավելի բուրըն ծափարություններ են հարկավոր։ Եվ այսպես անցնում ենք երկրորդ շրջափուլին, իրականում իմ բոլոր պնդումները միմյանց հետ շահկապված են, մենք նոր խոսում ենք երաշխավորների ինստիտուտի մասին։ Փառահեղ քաղաքագիտական մտքի նոր դրսևորում եւ պնդումը հետեւյալն է. միմյանց հանդեպ հակասող շահեր ունեցող տարբեր աշխարհակաղակական կենտրոնների միջոցով երաշխավորված խաղաղության մոդելը կարող է Հայաստանը դարձնել գերտերությունների բախման հարթակ։ Սա վերաբերյալ կան օրինակներ, դուք եկեք ձեր օրինակներով։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Հովսեփ Սարգսյան, համեցեք։ Սիրելի Հովսեփ, կարծում եմ պնդումը պարզ է, եթե պարզ չէ, կարող եմ մեկնաբանել, եթե ոչ, կարող ենք ամբողջ ժամանակը ես պատրաստ եմ տրամադրել ձեզ, լսում եմ։ Շնորհակալություն։ Դուք նշում եք, որ հակասող շահեր ունեցող պետություններին մեկ պետություն հրավիրելու արդյունքում
տվյալ պետությունում բախման եւ գեոպոլիտիկ չէ, ինչ որ աշխարհաքաղաքական խնդիրների մեջ ներքաշման շանսերը մեծանում է։ Ինչպիսի ներքաշման մասին եք դուք խոսում, այսինքն ինչպիսի ներգրավման մասին է խոսքը գնում, խնդրում եմ հստակեցնեք։ Ես ավելի շատ կմեկնաբանեմ այնպես, ինչպես մեկնաբանում են այդ խոսքը ասողները, իրական շատ դժվար է մեկնաբանել, որովհետև տեսեք, նույն թրիփի մասով են մեկ ասում, որ պետք է Չինաստանի ներգրավել։ Օրինակ ես մի փոքր չեմ հասկանում, տնտեսական լուրջ երկու գիգանտ պետություններ պետք է մեկ պրոյեկտում հավասար ներգրավեն ու Պարզ չէ, թե դրա արդյունքում Հայաստանը ինչ է ստանալու։ Բայց ընդհանուր առմամբ, երբ որ խոսում ենք արդեն խաղաղության համաձայնագրում երաշխավորների ինստիտուտի ամրագրման մասին, նշվում է, որ դե պետք է խաղաղության համաձայնագրում տարբեր աշխարհական կենտրոններ իրենց ռեսուրսներով համալրեն։ Օրինակ ԵՄ կներգրավի սանկցիաներ կկիրառի, Չինաստանը կգա ներդրումներ կանի, Թեմուն կբերի, եսիմինչ կանի եւ այլն, այսինքն այս մակարդակի երաշխավորների ամրագրման մասին է խոսքը։ Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել սա ինչ է նշանակում, բայց հետաքրքիր օրինակներ կան։ Օրինակ ես գիտեմ, որ դուք համապատասխան մասնագիտությամբ սովորելով գուցե օրինակներ ունենաք, աշխարհում այսպիսի դեպք եղել է, երբ որ իրար հակասող աշխարհական կենտրոնները կոնկրետ մեկ երկրի անվտանգության երաշխավորություն են ստացվում։ Ասեմ, կարող եք այդ խորհրդային տարածքում էլ դիտարկել տենց երկիր։ Շատ լավ, օրինակ նման օրինակները շատ են, հիմնականում ծովային նեղուցների շրջակայքում գտնվող պետություններն են, օրինակ եթե մենք դայինք միասին Ջիբութին, Ջիբութիում իրար հակասող շատ երկրներ ունեն ռազմաբազաներ, վերցնենք Չինաստան, Գերմանիան անգամ, որը չի ունենում օտար երկրներում ռազմաբազաներ տարածված պրակտիկա չի իր դեպքում ունի, Ամերիկան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ շատ երկրներ ունեն այստեղ իրենց ռազմաբազաները, դա ուղեկցված է պահպանելու ծովային առևտուրը եւ ծովային անվտանգությունը։ Սա հենց կարելի է պրոյեկտել հայկական իրականության վրա, որտեղ հայկական իրականությունը նույնպես քարոզում է ճանապարհային հաբ Հայաստանը վերածելու տրամաբանությունը եւ եթե Հայաստանը առևտրի ճանապարհը եւ առևտուրների անցման կետը շատ մոտ է մեր իմ կողմից վերջինս նշված պետության իրականության, այսինքն հնարավոր է դա, բայց ես այդ տրամաբանությունը բայց կողմ եմ ու դա չի հակասում այս տրամաբանության։ Իսկ օրինակ Ուկրաինայի օրինակի մասին ինչ կասեք։ Օրինակ 90-ականին ինչ հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Կոնկրետ որ մասով եք ուզում որ ես հստակեցնեմ։ Կոնկրետ տարբեր աշխարհական կենտրոններ, երբ որ անվտանգային երաշխիքներ են տալիս, որովհետև տեսեք, ձեր բերած օրինակը ինքը այս կոնտեքստում չէ, այսինքն ես էլ եմ կողմ, որ տարբեր աշխարհակաղակական կենտրոններ, տարածաշրջանային կենտրոն Հայաստանում ներդրումներ անեն, պրոյեկտներ անեն, իրականում հիմա այդպես է, հա, եթե նայենք տարբեր ներգրավվածություններ մենք տեսնում ենք, բայց խոսքը այստեղ այդ երաշխավորի ինստիտուտի ամրագրման մասին է, որը գալիս է կոնկրետ հստակ երաշխիքներով։ Հիմա ես Ուկրաինայի օրինակը կարող եմ բերել, ես փորձել եմ հնարավորինս նմանեցնել, որովհետև այնինչ առաջարկում են դիմադիր ուժը մի քիչ դժվար է, հա, պետք է ինչ-որ քաղաքագիտական գրականության մեջ նոր նորամուծություն անել։ Ուկրաինան, գիտեք, միջուկային զենքի պաշարներ ուներ, չէ՞։ Խորհրդային միության փլուզումից հետո, ինչ եղավ դրանից հետո, նա հանձնեց եւ մի քանի գերտերություններ այդ հանձնելու դիմաց պարտավորվեցին որևէ կերպ չխախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մի քիչ հետաքրքիր է այդ երաշխավոր երկրներից մեկը հենց հարձակվեց Ուկրաինայի վրա։ Մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, երկրորդն է, թե երրորդն է արդեն նույնիսկ չի ավարտվել։ Սա առնվազն ինձ համոզմունք է տալիս, որ նույն բանը սպասում է Հայաստանին, այսինքն ով է ասել, որ օրինակ Ռուսաստանը չի կարող լինել երաշխավոր, օրինակ հարձակում սկսել Հայաստանի նկատմամբ։ Ես հենց այս երաշխավորության ինստիտուտն եմ նմանեցրել, որովհետև Ջիբութի օրինակը կարծում եմ այդքան էլ այս դեպքում կարծում եմ աշխատող օրինակ չէ, բայց առնվազն Ուկրաինա օրինակով, որովհետև մենք խոսում ենք այդ խորհրդային տարածքի մասին ու շատ նման ենք այդ առումով, իհարկե տարբեր դրվագներով, բայց այս մասով կուզեի ձեր արձագանքը լսել։ Շատ լավ, եկեք տեղափոխվենք հետ խորհրդային իրականություն։ Ղազախստանը շատ հետաքրքիր պետություն է իր աշխարհագրական դիրքով եւ
քաղաքական հարաբերություններով Ռուսաստանի հետ, որը նախկինում շատ դուք նշեցիք, որ Ուկրաինան հանձնել է իր միջուկային արսենալը ամբողջությամբ Ռուսաստանին, չէ, երաշխավորության դիմաց, որ դա փաստ է, դա այդպես է եղել։ Շատ լավ, նույն օրինակը բերում եմ Ղազախստանի դեպքում։ Ղազախստանն էլ է ունեցել միջուկային արսենալ, որը ամբողջությամբ հանձնել է Ռուսաստանին նույն երաշխավորության դեպքում։ Հիմա եկեք մի րոպե, հիմա եկեք տեղափոխվենք այդ երկու երկրների ներքաղաքական իրականություն, որտեղ Ուկրաինայում փաստացի սկսվել է հակառուսական տրամադրվածություններ եւ ոչ ոք չի կարող հերքել, որ ռուս բնակչությունը Ուկրաինայում ենթարկվել է ամեն դեպքում որոշ սահմանափակումների, ինչը Ղազախստանում չի եղել եւ հետեւաբար Ղազախստանը այդ առումով չունի խնդիրներ։ Սահմանափակումների մասին մի րոպե ասեմ, իսկ եթե գալիս ենք Հայաստանը սահմանափակումների մասին է խոսքը, ռուսաց լեզվի արգելք, ռուսական դպրոցների փակումը, դա մշակութային ոչնչացում է։ Չէ, տեսեք, դա Ինչու ոչ։ այս դեպքում որևէ կերպ այդ նույն ձև այս վերջին շրջանում Ղազախստանին է մեղադրում ռուսական դպրոցներ փակելու հակառուսականության մեջ։ Այս Ուկրաինայի դեպքը ես ինչի եմ բերում, որտեղ հստակ արձանագրված փաստաթղթով մի քանի գառանտուր երկրներ ասում են քո տարածքային ամբողջականություն չի խախտվելու եւ խախտվել է։ Ես առնվազն այդ օրինակն եմ բերում այն իմաստով, որ հստակ համաձայնագրով ֆիքսվում է երաշխավորության ինստիտուտի մասին, իհարկե Ղազախստանի դեպքի մասով էլի կարող ենք քննարկել, բայց պատճառների մասով ես ես հետ համաձայն չեմ, որ այս լրիվ այն դեպքն է, երբ որ դե բռնաբարվողն է մեղավոր, որ իր ոտքերը բացի։ Ձեր ասածը դա է։ Ուկրաինայի դեպքում դե իրանք հակառուսական էին, իրենք բան էին, իսկ կարող է տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը ավելի վտանգավոր բան է, քան քո երկրի տարածքներում որոշել թե կրթական process-ը ինչպես է կազմակերպում, օրինակ։ Դե պետք չի միանգամից այդ կտրվածքով նայել հարցին։ Հարցը նրանում է, որ ոչ մի կոնֆլիկտում չկա մի կողմի մեղավորությունը, իսկ ես ինչի համար եմ բերում Ղազախստանի օրինակը, որովհետև Հայաստանը իր այժմ է վարվելիք եւ եթե իշխանափոխություն լինի, ավելի քան վստահ եմ, որ ռուսական հարցում եւ ռուսական մշակույթի հարցում բնականաբար խնդիրներ չեն լինի։ Ինչը վերաբերում է Հայաստանի кейսին, Հայաստանը ինքը դասական մոլդովական կամ ուկրաինական կամ վրացական եվրոպացման ճանապարհով գնացող պետություն չի։ Այսինքն եթե մենք նայենք հիմա Երևանը եւ Հայաստանի շատ մարզեր, Ծաղկաձորը անգամ եւ այլ վայրեր, մենք կտեսնենք, որ ոչ միայն ռուսները գալիս են Ռուսաստանից Հայաստան, այլ նաեւ ռուսները շատ լավ են զգում իրենց հակառուսականություն չունենք։ Մենք չունենք, այսինքն այն խնդիրները, որոնք կարան լեգիտիմ հիմք տան, մենք այդ լեգիտիմ հիմքերը չենք ստեղծում։ Ուկրաինայում դուք եղել եք։ Ցավոք սրտի ոչ։ Ես Ուկրաինայում եղել եմ երկու տարբեր շրջաններում, մեկը Ղրիմի թերակղզում, հետո Կիևում։ Ես ավելի շատ տեսել եմ ռուսերեն խոսացող մարդիկ, քան ուկրաիներեն խոսացող մարդիկ։ Այդ ինչպես է ստացվում, այդքան արգելում են մեզ խոսել։ Թվականն է եղել, եթե գտնի։ 2012։ Շատ դե 2012 թվականին դեր Մոսկվային մոտ ուժեր են եղել, չէ՞։ Հա, տեսեք, իմ հարցը ես գիտեի թե դուք ասում եք հակառուսական տրամադրությունների պատճառով է, հա, խախտվել, բայց տեսեք, դե պետական մակարդակով սկսվեց, այսինքն 2014-ին ինչ ա եղել, 2014-ին 15-ին ինչ ա եղել, որ Ղրիմ թերակղզու վրա հարձակում է եղել։ Անօրինական հակառուսականության դրսևորում ա եղել։ Ես 12-ից իմ փորձով կիսվեցի, որովհետեւ լիքը ռուսերեն խոսացող հակառուսականություն չեմ տեսել, ավելի շատ տեսել եմ, որ այնտեղի գտնվող ապրող մարդիկ իրենց համարում են, որ նախ իրենք որոշակի չափով ռուսական մշակույթի կրող են եւ հակառուսականությունը առաջացել է այն ժամանակ, երբ որ տվյալ երկիրը որոշել է, որ կարող է ինչպես շատ դեպքերում միջամտել տվյալ Ուկրաինայի այս դեպքում ներքին գործերին։ Իսկ դրա վերաբերյալ այնքան ապացույցներ կան, թե Ռուսաստանը ինչպես է փորձել, ավելի ճիշտ ոչ թե փորձել, այլ կարողացել է դա անել տարբեր ճնշումների միջոցով, իշխանություն փոխելու միջոցով, ներքին գործերին միջամտել Ուկրաինա։ Այսինքն արդեն իսկ այս համաձայնագրի ստորագրումից հետո, որը Բուդապեշտում 1904-ին է եղել, Ուկրաինայի ներքին գործերի միջամտել Ռուսաստանը խախտել է, ոչ թե միայն ռազմական հարձակմամբ։ Քեյսը Հայաստանի հանդեպ ոչ մի աղերս չունի, որովհետև Հայաստանը ձեր կողմից նշված էթնիկ խնդիրների մասով միատարր պետություն է։ Չէ, քեյսը այնքանով առնչություն ունի, որ այստեղ էլ ուկրաինացիք մտածեցին, որ մեկ երաշխավորը քիչ է, եւ այդ կարևոր իրական Ուկրաինան, եթե նույն դասական քաղաքագիտական գրականության մեջ մեն շախմատի տախտակի վրա ամենակարևոր կետերից մեկն է, եւ իրենք մտածում են այդ կարևոր կետերից մեկը լինելով կարող են ոչ թե հիմնվել մեկ երաշխավորի վրա, այլ հրավիրել տարբեր երաշխավորներ եւ հանգիստ տենց ապրել, մտածելով, որ Ռուսաստանը կյանքում չի միջամտի իրենց ներքին գործերին, ռազմական օրինակ հարձակման չի ենթարկի իրենց տարածքները, որ իշխանափոխությունից հետո մենք այդ շարունակենք։ Ունենք 10 դրոշ, ժամանակը կանգնեց։ Շնորհակալություն Հովսեփին։
Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նիկոլայ Գալստյան։ Շատ հետաքրքիր մոտեցում էր, բայց ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև ինձ մի պահ թվաց, որ մենք արդեն ձախողում ենք բանավեճը, ինչը, հա, եւ եկավ Նիկոլայը, որին վանկարկում են Նիկոլ, իհարկե պարզ է ինչ կոնտեքստում։ Լսում ենք քեզ Նիկոլայ, կարծում եմ բոլոր պնդումները լսել ես, ամբողջ խոսակցությունը շես, բայց դու քո դիրքերից վարի բանավեճը քո ընկերների համար պատասխանատու չես։ Նախ սկսեմ սրանից։ Միջև անդրադառնանք ձեր պնդումներին, որին իմ թիմակիցներս շատ արժանի կերպով պատասխանում էին, անդրադառնանք գլխավոր պնդմանը, որը բանավեճի պնդումն է։ Եթե ԿՊ-ն չլինի, ապա պատերազմ, եթե ԿՊ-ն ընտրություններում չընտրվի, ապա պատերազմ կլինի։ Անդրադառնանք, իսկ ճիշտ եք նշում։ Կխնդրեի կարդալ ձեր մոտ գրածը։ Եթե ԿՊ-ն չընտրվի, ոչ թե չընտրվի, Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Ու իհարկե ավելի շատ իմ պնդումներից հասկանալի է, իմ ենթապնդումներից, որ բխում են հիմնական պնդումից, որ գործունենք հայ-ադրբեջանական կոնտեքստի հետ։ Ցանկացած կոնտեքստում եմ հարցը գնում։ Ես նկատի ունեմ այդ կոնտեքստը, եթե դուք այլ կոնտեքստներ ուզում եք քննարկել, կարող ենք քննարկել։ Որտեղից, այսինքն լոգիկան հասկանանք հարցը։ Եթե ԿՊ-ն չգա, միանգամից պատերազմ սկսվելու է, ապա ցանկացած ուժ, իսկ լոգիկան այնա, որ եթե ԿՊ-ն մնա, պատերազմ չի սկսելու։ Կարող եք ներկայացնել այն պնդումները, որոնք կտան այն ռիսկերի նվազեցումը, այսինքն ռիսկերի նվազեցման մասին չի խոսքը գնում, այսինքն գնում է հստակ պահանջ եւ ասվում է, եթե ԿՊ-ն չընտրվի, ապա կսկսվի պատերազմ։ Սա շատ չի հեշտացնում քաղաքական պնդումն է։ Ես դրանից բխող 4 ենթապնդում եմ անել։ Միջև ձեր պնդումները պիտի մենք հասկանանք, մեր պնդումների ընդհանուր կառուցվածքը շատ հեշտացնում չի բանավեճի ընդհանուր կառուցվածքը, որովհետև աշխարհակական եթե նայենք ընդհանուր հարցին պատասխանեմ թե ոչ։ Մի հատ ես ամբողջ բովանդակությունը տամ, հետո կտամ ձեզ պատասխանի հնարավորություն։ Ուրեմն եթե նայենք ընդհանուր համակարգին, համաշխարհային միջազգային հարաբերություններին, ապա կա շատ տարբեր տերմիններ, որոնք ուզում պնդումների կառուցվածք ներկայացնեմ։ Ներկայացրեք։ Տեսեք, բանավեճ ունի հստակ ձևաչափ, նախապես շեշտեցի։ Ես 4 պնդում եմ ներկայացնել, որը հաստատելու այդ հիմնական պնդումը։ Ես 2 պնդում արդեն ներկայացրել եմ։ Դրանց շուրջ ունեք առարկություն, հատկապես երկրորդ պնդման շուրջ, որտեղ հիմա երկրորդ պնդման շրջափուլում ենք։ Երկրորդ պնդման շուրջ ունեք հակափաստակ, ունեք բանավեճ ներկայացրեք։ Այո, շատ լավ։ Ձեր ժամանակն է գնում ուղղակի։ Առաջին պնդումը չեմ կրկնում, որտեղ հիմա երկրորդ պնդման շրջանակն ենք բանավեճում, հետեւյալն է պնդումը. միմյանց հանդեպ հակասող շահեր ունեցող տարբեր աշխարհակահաղական կենտրոնների ներգրավումը որպես երաշխավորած խաղաղության, այսպես ասած, երաշխավորներ, երաշխավոր պետություններ կարող է Հայաստանը դարձնել գերտերությունների բախման հարթակ։ Շատ պարզ է։ Նախորդ պնդման ժամանակ էլ ասեցի, թե խաղաղության համաձայնագրի փոփոխության, իհարկե այդ փոփոխություն բառի միջև հասանք շատ դժվար է, բայց դա փոփոխություն է։ Երբ որ 10 կետ է դառնում է 11, դա հայերենի բոլոր տրամաբանական կանոնի համաձայն կոչվում է փոփոխություն։ Հիմա բացի այդ, նաև այս մոդելը որևէ պրակտիկ կիրառական փորձ նախ այս տարածաշրջանում չունի, նախ չգիտենք Հայաստանի կոնտեքստում դա կիրառելի կլինի թե ոչ, նաև առնվազն ինձ ես մի քանի որ սա քաղաքագիտության նոր նվաճում է, այսպիսի մոդել առաջարկելը խաղաղության համար։ Ես փորձել եմ Ուկրաինայի հետ համեմատել ու էլի տեսել եմ, որ կարծես թե խնդրահարույց մոդել է իրար հետ հակասող ուժերի բերել տարածաշրջան, բերել խաղաղության պայմանագրի մեջ դնել երաշխավոր։ Ու իդեպ այդ նույն ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը ասում են Հայաստանը դարձնում ենք աշխարհակահաղական բախման կենտրոն։ Հիմա սա է ավելի շատ աշխարհակահաղական բախման կենտրոն դարձնում, թե մինչև հիմա։ Իմ պնդումը երևի դուք կամ ես լավ չբացատրի, կամ դուք լավ չհասկացաք։ Այն էր, որ ասում է, որ ԿՊ-ն ասում է, թե հենակ մնան, կլինի խաղաղություն։ Իսկ որտեղ է այդ խաղաղությունը, այս 15 րոպեների համար սա է։ Եթե ունեք հակափաստակ, ասեք։ Ասում եմ, եթե չեն այլ ուժերի բախման կենտրոն չի լինում եւ լինում է ընդհանրապես մեկ ուժ, որը խաղաղության այդ գործընթացը առաջ է տանում, որտեղ են մեր երաշխավորները, որ պատերազմ չի շարունակվի։ Ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհում չկան երաշխավոր պետություններ, Հայաստանը տեսել է, թե ինչ է նշանակում երաշխավոր պետություն, կարծում եմ դուք էլ եք տեսել, Հայաստանի ցանկացած բնակիչ էլ է տեսել, իր մաշկի վրա զգացել է, Հայաստանի Հանրապետությունն էլ իր մաշկի վրա զգացել է, ինչ է նշանակում երաշխավոր պետություն։ Մենք չենք ուզում երաշխավորներ, մենք ուզում ենք բալանսավորել Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ
խաղաղության համաձայնագրում ընդհանրապես մեկ երաշխավորի մասին խոսք չկա։ Ով է ասել, որ կա երաշխավոր։ Դուք վերադառնում եք այն տրամաբանությանը, որ ես անընդհատ կրկնում եմ։ ՔՊ-ն ի սկզբանե ասում է, եթե մենք չունենք, լինի պատերազմ, իսկ եթե իրենք լինեն, չի լինի պատերազմ։ Լոգիկան այդ է, չի ասում ռիսկեր կքչանան եւ ինչ։ Եթե ու ինքներդ կրկնում եք, որ այսինքն երաշխավորներ չկան, այսինքն չեք կարա երաշխավորել։ Եթե չեք կարող երաշխավորել միայն այն ժամանակ, երբ որ թղթի վրա գրիլի, որ ես երաշխավոր եմ։ Թղթի վրա երաշխավորագիրն էլ չի, այսինքն հավատացնում, այսինքն երաշխավորը ինչ անում, օրինակ երբ որ հարցակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հենց դա չեմ տեսել ու ԿՊ-ի ասածն էլ հենց դա հակասում է։ Դուք ինքներդ քանի որ մենք տեսել ենք հակասում եք վերադառնանք Ուկրաինայի քեյսին։ Մի րոպե, դե տեսեք, պնդում եք անում, չեք հիմնավորում, ինչն է հակասում։ Իմ հակասությունը որտեղ է։ Տրամաբանությունը այն է։ Նաև երկրորդ պնդման ժամանակը։ Եվ երրորդ պնդմանն անցնելու համար նորից բարձր ու բուրըն ծափարություններ են հարկավոր մեզ։ Ցավոք սրտի ես չկարողացա երկրորդ պնդման շրջանակներում ներկայացնել այն փաստական բազան, որ կար, որովհետև շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի դուք ինձ համոզեք, թե ինչու է մեզ պետք երաշխավորներ, հատկապես մեր փորձից ելնելով։ Անցնենք երրորդ պնդմանը։ Այսինքն դեռ մի 2-3 ոչ այդքան էլ լավ օրինակ կար երկրների, բայց Ուկրաինային էին նախընտրել։ Երրորդ պնդումը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի հարցի կոնֆլիկտի վերաբերյալ ընդդիմության երկիմաստ դիրքորոշումը կարող է վերակենդանացնել հակամարտությունը եւ չեղարկել տեղի ունեցող բանակցությունները։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Հրաչյա Աշուղաթորյան, պնդումս լսել եք։ Այո, լսել եմ ձեր Հասկանալի է։ Այո, հասկանալի է ձեր պնդումը։ Նախ եւ առաջինը պետք է հիշեցնեմ այն փաստը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գալով իշխանության 2018 թվականից սկսած սկսում է կատարել այնպիսի պնդումներ, որ Ղարաբաղը Հայաստանի է վերջ, դա եղել է կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը, որին դուք շատ ծանոթ եք, հուսով եմ, այնքան եմ ծանոթ, ինչքան որ դուք կարող գուցե ինձ լավ գիտեք իրեն։ Շատ ուրախ կլինեմ։ Ուրեմն նա այսպիսի հայտարարություն է գարում, որտեղ հրավիրում է Ադրբեջանի առաջի տիկնոջը Շուշի թեյելու համար եւ նաեւ նվիրում է նրան մուղամ։ Եթե կոնկրետ այդ մուղամի մասը մի քիչ չհասկացա։ Հաստատ այդպես բան ա եղել։ Այո։ Կարդամ իմ դրույթը, եթե որևէ մեկը բերել է ռազմական աղետների, ապա դա հենց ներկայիս իշխանությունն է։ 3 իրար հետևից պատերազմ, 2020 թվականի պատերազմը, 22 թվականի սեպտեմբերի սուվերեն տարածքների, ելի եմ կրկնում, սուվերեն տարածքների Հայաստանի Հանրապետության կողմից խլված Ադրբեջանի կողմից տարածքները։ Դա ասեմ։ Ես բանավեճին էի նախապատրաստում, իհարկե ինձ հետաքրքիր է վերջում դուք նաև նշեք դուք ինչպես եք նախապատրաստվել։ Մի թղթի վրա որոշեցի գրեմ, թե ինչ կարող են ինձ ասել, եւ առաջինը հենց դա էր։ Բա ԿՊ-ի օրոք պատերազմ ա եղել, ով է ամենաշատ պատերազմը բերել։ Այստեղ խոսքը ես չեմ եկել ասել, թե ով է շատ պատերազմ բերել, եւ այլն։ Առնվազն խոսում ենք այսօրվա կոնտեքստի մասին, այսինքն այս բանը հստակ գործընթացներ կան, չէ՞, խաղաղության բանակցություններ եւ այլն։ Հիմա իմ պնդումը սա է, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ես որ գնամ այն մի տոկոսանց կուսակցություն, որ դուք այստեղ նաև տեսել եք որոշների։ Իրենց պնդումների եթե հետևից գնանք, ավելի աղետալի վիճակ կլինի այս բանավեճի հարթակը ընդհանրապես եւ ձեր վիճակը։ Ես ավելի շատ հղում եմ անում հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ինչու՞։ Որտեւ եթե ԿՊ-ն չընտրվի, ավելի մեծ է հավանականությունը, որ իրանք կգան։ Հիմա դուք գիտեք իրենց տեսակետները Լեռնային Ղարաբաղի հարցի վրա։ Շատ երկիմաստ է։ Օրինակ դուք գիտեք ինչ են ասում։ Այո։ Մի հատ ասեք, ինչ են մտածում, էլի մենք էլ իմանանք։ Նախ եւ առաջ այն պնդումը, որ իրենք ուզում են վերադարձնել Ղարաբաղը, դա սխալ է եւ այդպիսի պնդում իրենք չեն ներկայացրել։ Ոչ, դուք այդպիսի պնդում չեք արել, բայց ես բան չեմ ասել, դուք չասած բանը ասում եք այդպես չի։ Դա այս բանավեճը դա օգուտ տալիս է։ Փորձում եք եւ բանավեճում եք մինչեւ ինձ առաջ։ Ինչ եմ ասել։ Ինչ եմ փորձել։ Փորձում եք ասել, որ
երբ նոր քաղաքականության նոր ուժերը, եթե գան, նրանք փորձեն բացան Ղարաբաղը, բայց այդպեսի ես շատ հստակ եմ նշել, որ հողերի վերադարձի մասին խոսվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների, օկուպացված տարածքների մասին, այսինքն ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ, եկեք շնորհակալություն հայտնենք Հրաչյային։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Արեգ Բադալյան, ծափարություններով։ Արեգ, կարծում եմ իմ պնդումը պարզ է։ Մեկնաբանելու կարիք չկա։ Նախ ցանկանամ անդրադառնալ առաջ երկու պնդումներին, առաջի պնդման ժամանակ մեր իմ թիմակիցները որոշ չափով նաև նշեցին, որ պայմանագիր է ստորագրվել, սակայն չկա պայմանագիր, դա նախաստորագրված պայմանագիր է համարվում, Վաշինգտոնյան պայմանագիր է։ Չեմ նշել նախաստորագրված։ Դուք նշել եք պայմանագիր։ Ես նշել եմ Նարեկ Կարապետյանի խոսքը, հիմնական ընդդիմադիր Ես Նարեկ Կարապետյանի խոսքի մասին չեմ ասում, ես ձեր տված պայմանագրի մասին եմ ասում։ Ես համաձայնագրի մասով մեկ անգամ եմ նշել կամ մի քանի անգամ եմ նշել մեկ կոնտեքստում ընդդիմությանը հղում անելով։ Կարդացել եմ բառացի, նախաստորագրված համաձայնագիրը գալու ենք ստորագրենք, բայց մեկ հավելումով։ Ես դա եմ ասել։ Ստեղ այդ համաձայնագիրը իրանց ենթադրում է, որ պետքա երկկողմանի փոխզիջումների միջոցով կատարվի խաղաղության պայմանագիր, սակայն այդ ամենը չի երևում ու չի արտացոլվում։ Օրինակ 2023-24 թվականների օգոստոսի 30-ին կատարվող սահմանազատման աշխատանքների ժամանակ Հայաստանը միայն մի շարք գյուղեր է անցնել։ Հայաստանը պետք է շարունակի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Շարունակի այս գործընթացը, որովհետեւ այս գործընթացը շատ կարևոր է։ Ու քանի որ մենք չենք շարունակելու, փաստացի դա է ասում, ասում եք գնալու ենք հստակ նշում են, որ քանի դեռ զինված ուժերը Ադրբեջանի դուրս չենք շարունակելու, նրանք ասում են մենք նոր դրույթներ ենք ավելացնելու, որ իրենց ենթադրում է ավելի այո շնորհակալություն փոփոխություն նաև դրա վրա աշխատել, քանի որ ներկայիս իշխանության հետ նախահամաձայնեցված պայմանագիրը իր արդյունքներին չի հասնում, փաստացի չի ստորագրվել, չնայած 2020 թվականից այդ գործողությունը կատարվում է։ Համաձայնագիրը եթե չի վավերացվել, ոնց կարող է իր նպատակներին հասնել։ Երբ որ դուք աշխատանքային պայմանագիր չեք կնքել, այդ աշխատանքային պայմանագրի դրույթները կարող են կատարածվել։ Նախաստորագրվել են հետագայում այն հանգամանքի համար, որպեսզի արդեն պայմանագիր ստորագրեն, հստակ պայմանագիր ու մի քանի տարի իշխանությունն ու Ադրբեջանի կառավարությունը չեն կարողանում համաձայնություն գալ տվյալ դրույթների շուրջ։ Եթե համաձայնության գային, արդեն ստորագրություն կներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Պարզ է, այսինքն դրանով վերջնականացվել են բանակցությունները։ Վերջին անգամ փոփոխությունը կատարվել է 25 թվականի գարնանը, երբ որ Հայաստանի իշխանությունը կոնկրետ դրույթների շուրջ գնացել են զիջումների, մենք իհարկե տարվա վերջին նաև ԱՄՆ պետքարտուղարից իմացանք, որ գարնանը սպասում էր պատերազմ, ըստ էության դրանով կանխարգելվել է դա, օգոստոսի 8-ին ունեցել ենք խաղաղության համաձայնագիր նախաստորագրում։ Ով է որ կետը չի համաձայնեցված խաղաղության համաձայնագիր, մեկը նշեք էլի իմանանք, որովհետև դա նախաստորագրված համաձայնեցված փաստաթուղթ է, բայց ստորագրված չէ։ Եթե նկատի ունեք ստորագրված չէ, այդպես նշեք, բայց որ ասում եք համաձայնեցված չէ, ուրիշ բան։ Բայց երրորդ պնդումն ենք հիմա քննարկում, ժամանակն է քիչ է։ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն նշում։ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հիմնական ներքաղաքական ուժը նախ բացի մեր նշած ռուսամետ ուժերից կան նաև այլ ուժեր։ Շնորհակալություն հայտնենք Արեգին։ Համեցեք։ Նարեկ Մարգարյան։ Նարեկ իմ երրորդ պնդումը պարզ է, չէ, այսքանի հոգի գալիս են չեն անդրադառնում։ Կարող է խոցելի պնդում չի դրա համար։ Ձեր պնդմանը բավականին խոցելի ու առաջին հերթին մոլորեցնող պնդում եք, քանի որ բայց պնդումը հասկանալի է։ Այո, դուք պնդում եք, որ հիմնական ընդդիմադիր ուժը, որ պետք է գա իշխանության, եթե ոչ ԿՊՆ ընտրվի։ Պետք է վերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Իմ պնդումը կրկնեք։ Ձեր պնդման իմաստը այն է։ Չէ, իմ պնդման իմաստը մի մեկնաբանեք։ Եթե մեկնաբանության կարիք կա, ես իմ խոսքերը կմեկնաբանեմ, իմ պնդումը կրկնեմ։ Չէ, ձեր պնդումը անգիր չեմ արել, որ դե ուրեմն ես կկրկնեմ, որպեսզի տպավորվի ձեր մոտ։ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդդիմության երկիմաց դիրքորոշումը կարող է վերակենդանացնել հակամարտությունը։ Ինչ եմ ասում ես, եթե հասկանալի չի, թե ինչ է նշանակում երկիմաց դիրքորոշում, կարող եմ ասել։ Չէ, ամբողջովին հասկանալի է, ես պնդում եմ, երբ որ նրանք չեն կենտրոնանում ձեր ասած խաղաղության շուրջ, այլ
փոխարենը փորձում են օրինակ առաջ քաշել լեգիտիմ իրավունք, որն է այն է Արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքը։ Նրանք եթե ուշադրի լինեք իրենց հայտարարություններին, ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ասում գնում ենք Ղարաբաղյան շարժումը վերակենդանացնելու կամ Արցախ ազատագրելու, նրանք խոսում են լեգիտիմ իրավունքի, Արցախի ժողովրդի իրենց տներում բնակվելու իրավունքի պահպանման, ապահովման մասին, որի մասին, մենք կարող ենք տեսական քննարկումներ լինել։ Մենք տեսել ենք, չէ, տարիներ շարունակ այսօրվա աշխարհում ինչ միջազգային իրավունքներ են խախտվում եւ դրա արձագանքը տեսել ենք։ Հարցը հստակ է, հա, երկիմաց դիրքորոշումը որն է։ Օրինակ, դուք մեկը նշեցիք, հա, Օրինակ մեկը նշեցիք դուք։ Ինչ է ասում ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժը, ինքը ցուցակում չկա, բայց հաջորդ վարչապետն է Սամվել Կարապետյանը, ամեն ինչ անելու ենք, որ ապահովենք Արցախահայերի վերադարձը։ Իհարկե ինքը ավելի լավ կարող է մեկնաբանել ինչ է նշանակում ամեն ինչ է նշանակում Արցախահայերի վերադարձի ապահովում եւ արդյոք մենք գնահատում ենք սրա ռիսկերը։ Ամեն ինչ նշանակում է անելու ենք օրենսդրական առումով, այսինքն ինչ որ հնարավոր ինչի որ ոնց եք պատկերացնում։ Օրինակ հայցեր ենք դիմելու, չէ, բարդ է ինձ պատկերացնել Սամվել Կարապետյանի դիրքում, ես ոնց է անելու ինքը։ Հա, ոնց է անելու։ Այո, թույլ տակ ասեմ։ Նախ առաջ գործի է դնելու միջազգային իրավական գործիքակազմը, որը հենց հիմա աշխատում է միջազգային իրավունքի գործիքակազմը։ Թեկուզ փորձենք։ Այո, աշխատում է։ Թեկուզ փորձենք։ Այդ փորձելու պատճառով մենք ռիսկերը գնահատում ենք, ես այդ եմ ասում։ Մենք պատրաստ ենք հանուն այդ իրավունքի ապահովման, բայց երաշխավորված չլինել, որ այդ իրավունքը ապահովելու է, դրա արդյունքում ստանալ հակընդդեմ հայց։ Տեսեք, այդ իրավունքը 3000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան Ադրբեջան եւ այլն։ Այսինքն այսօր միջազգային իրավունքը քաղաքականապես գործիքայնացված է։ Այդ իրավունքը այս տերմինը շատ է օգտագործվում, երբ որ միջազգային իրավունքը օգտագործվում է ավելի շատ ռազմական զենքի նույնիսկ մակարդակում, այսինքն ոչ թե գործում է այսպես միջազգային իրավունքը եւ բոլոր տեղերում դա համահավասար օգտագործում։ Մենք տեսենք, չէ, Լեռնային Ղարաբաղում ինչ է տեղի ունեցել եւ այդ միջազգային իրավունքը ոնց է գործում։ Մենք տեսել ենք, իրավունքը վերաբերվում է մեր ժողովրդին։ Միջազգային քրեական դատարանի որոշումները ինչպես չեն ի կատարածում։ Մենք տեսել ենք, չէ, այսօր մեր շուրջը ինչպեսի պատերազմներ են ընթանում, ինչպես է այդ միջազգային իրավունքը օգտագործում։ Մենք տեսել ենք, չէ, մեր սկզբունքներից ինչ որ վախերի պատճառով դա սխալ է։ Այսինքն մենք մի կողմ ենք դնում մեր ժողովրդի մի հատվածի լեգիտիմ իրավունքը իրենց տանը ապրելու, իրենց հողում գործունեություն ծավալելու, ապրելու, շենանալու, ինչ է վախենում ենք ինչ որ աներևույթ վտանգներից, եթե մենք շարժվում ենք դրանով, Ես էլ եմ ասում, այն որ դուք նշում եք լեգիտիմ, այստեղ հայրենասիրական ճառեր ասել ամենահեշտն է, դե լսեք որ հասկանաք, երբ որ խոսում ենք վերադարձի իրավունքի մասին եւ այլն, Ես նշելի չեմ ուզում։ Ես ասում Արևմտյան Հայաստանի վերադարձի իրավունքի հայց է ներկայացել։ Կիլիկյանն էլ լավ տեղ, Կիլիկյանը հետ բերեք եւ այլն եւ այլն։ Մատելի չեն այդ օրինակները։ Ես ծայրահեղացնում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Հիմա տեղին չէ այս ծայրահեղը։ Երբ որ ձեր ընկերները քննադատում էին այս իշխանությանը, որ նրանք եկան բանակցային տրամաբանություն փոխեցին, չհաշվարկեցին մեր ռեսուրսները եւ այլն, ես ասում եմ պետք է արտաքին քաղաքականության կուրս վարել, որը համապատասխանում է քո երկրի ռեսուրսներին։ Ժամանակը կանգնեց, ունենք 10 դրոշ, շնորհակալություն Նարեկին։ Համեցեք։ Անրիկ Խաչատրյան։ Ողջույն Անդրիկ, քո ժամանակը գնում է, եթե կա պնդման հետ կապված մանրամասնելու կարիք, մեկնաբանելու կարիք, ես սիրով պատրաստ եմ։ Եթե ամեն ինչ པարզ է, խնդրում եմ իմ նշած խոսքը, որ բանավեճի ընթացքում հնչեցրել եմ, հղում անելով նշել, հստակ նշել, այլ որևէ ձևով ապատեղեկատվություն չտարածել։ Պնդման հետ որևէ խնդիր չկա, ամեն ինչ հասկանալի է, բայց ձեր բերած փաստարկների հետ ես չեմ կարող համաձայնել, որտեղ դուք ասում եք հայերի վերադարձի պահանջը ներկայացնելը կարող է բերել հակընդդեմ պահանջ Ադրբեջանից, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի տեսքով։ Ես հավանական ռիսկերից մեկն եմ նշում։ Հավանական ռիսկերից մեկն է, բայց կարող է նաև հավանական ռիսկերից մեկը լինի, որ հակընդդեմ հայցը չներկայացնեն։ Ուղղակի պատերազմ սկսվի։
Հնարավոր է թե հնարավոր չէ, երբ որ դու գալիս ես, խոսում ես արդեն իսկ բանավոր գրավոր պայմանավորվածությունից դուրս նոր առաջարկներով, հնարավոր է չէ որ դրան հակընդդեմ պատասխան լինի, որովհետև մեղադրանքներից մեկը այսօրվա քաղաքական մեծամասնության այն է, որ առանց քաղաքական հաշվարկների, առանց արկա ռեսուրսների որոշակի քաղաքական կուրս է որդեգրվում, հետո դրա պատճառով ավելի շատ բան են կորսում։ Ձեր ընկերը նոր ասում էր վատ կներ, վատ չէ, ամեն ինչը շատ լավ կներ, որ 1-ը չներ, 6-ը ներ, 16-ը ներ, 26-ը, 30-ը եւ այլն եւ այլն։ Ես էլ եմ կողմ դրան։ Բայց կարողա 6-ի փոխարեն 16 ունենալու մոլուցքով 3-ը դառնա։ Իմ ասածը այդ է, թե չէ բարոյական, լեգիտիմ, միջազգային իրավունք եւ այլն, կարծում եմ մենք այս պետության մեջ ապրելով պետքա որ դրա դառը համը զգացած լինենք եւ այս բանավեճը շատ շուտ արդեն իսկ ավարտված լիներ։ Ձեր կողմից նաև պատերազմի վերսկսման վտանգն է նշվում։ Պատերազմի վերսկսման վտանգը միշտ արկախված է, քանի կա ուժերի անհավասարակշռություն եւ անկախ նրանից թե ով կլինի։ Այսինքն այս բանը դուք նշում եք, որ կա ուժային անհավասարակշռություն, դա ուժային անհավասարակշռություն, բայց քաղաքացիական պայմանագրի կողմից բերվող փաստարկները, պնդումները ամբողջությամբ նաև հակասություններ են ստեղծում իրենց հակարարությունների միջև, չէ՞, դուք ասում եք անհավասարակշռություն կա ուժային բալանսում, քանի չէ 20 թիվներ, բայց ասում եք գնանք Արցախի վերադարձի իրավունքը տորպետահարենք ու դրանով ստանանք, որտեղ տեսեք, եթե ուժային բալանսը խախտվել է հոգուտ Տշնամի երկրի, հակառակորդ երկրի, հարևան երկրի ձևակերպումները ցանկացած ձևով կարող ենք ասել, պարզ է, չէ, ով է ավելի լավ դիրքերում գտնվելու։ Այսինքն ուժային դիսբալանսի պայմաններում թույլը իր միջազգային իրավունքի տարբեր գործիքակազմերի օգտագործելու դիմաց կարող է, չէ, ավելի հեշտ գործիքայնացվել։ Իմ ասածը դա է, թե չէ ճիշտ ու սխալի միջև այսօր տեղի ունենում երկխոսություն։ Այդ երկխոսությունը չի կարող նաև տեղի չունենալ հնարավոր իշխանափոխության դեպքում եւ երկխոսությունը դա շարունակական գործընթաց է, որտեղ կարող է նաև բանակցային տրամաբանություն փոխվել։ Իդեպ այս 8 տարիների մեջ մի քանի անգամ բանակցային տրամաբանությունները փոխվել են ու դրանք հանգեցրել են նաև այսօրվա նախաստորագրված փաստաթղթին ու դա շատ նորմալ գործընթաց է, չէ՞ որ բանակցային, որտեղ տեսեք, հիմա դուք նշում եք Հայաստանի դեպքը, ասում եք բանակցային տրամաբանություն է փոխվել, այդ դրա համար ասել ենք այսօր այս կետի, բայց էլ եմ այդ ասում։ Հասել ենք այն կետին, որ այսօր կան նախաստորագրված փաստաթուղթ։ Պետք է փոփոխենք, որ ավելի վատ կետի հասնենք։ Կա նախաստորագրված փաստաթուղթ, որը տեղի է ունեցել շարունակական երկխոսության արդյունքում։ Ու այդ երկխոսության արդյունքում հետագայում նաև ինչ որ վերադարձի պահանջ ներկայացնելը, այսինքն պահանջը այստեղ շատ ռադիկալ է հնչում, հնարավորություններ ստեղծելը, հնարավորություններ փնտրելը։ Այդ 300,000 ադրբեջանցիներն են հիմարությունը ընդհանրապես վերադառնան որտեղ ադրբեջանական անձնագրով տղա երիտասարդ արցախցի պատրաստ է գնալ օրինակ ադրբեջանական բանակ։ Ես այս առաջարկի անհեթեթությունն էլ չեմ ուզում այս պայմաններում քննարկեմ, բայց հարցի արծարծումն արդեն իսկ կոնկրետ ֆորմատով, կոնկրետ հարցերի շրջանակով ընթացող բանակցություն առաջ քաշել այսպիսի պահանջ, որը գիտեք ոնց կարող է Սամվել Կարապետյանը գա վարչապետ օրինակ եւ ընդհանրապես խոսքի մակարդակում սա նշի։ Նույնիսկ դրա հետևից չգնա։ Այս հարցերի պահանջը մենք խոսում ենք ներքաղաքական գործընթացների կոնտեքստում։ Յուրաքանչյուրն ունի արտաքին քաղաքականության նկատմամբ իր տեսակետը եւ այստեղ դրանք վերկուսակցական, այսինքն կա պետական շահեր եւ ցանկացած իշխանության գալու դեպքում բնականաբար այդ վերկուսակցական շահերը չեն կարող լինել ավելի։ Ավարտվեց նաեւ ժամանակը 3-րդ պնդմանի համար։ Շնորհակալություն հայտնենք Անրին եւ բուրըն ծափարություններով 4-րդ պնդմանն անցնելու համար մեզ նորից պետք են բարձր ծափարություններ, այնպես որ Ինչպես տեսնում ենք, բանավեճը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մենք ունենք վերջին պնդումը, 4-րդ պնդումը եւ դա հետեւյալն է։ Խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտների չվերացումը կարող է բերել նոր պատերազմի։ Իսկ այդ խոչընդոտների վերացման մասին խոսում է մեկ քաղաքական ուժ եւ դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Հարգելի մասնակիցներ, համեցեք։ Նարեկ Ծատուրյան։ Ողջույն Նարեկ, եթե հասկանալի է, պնդում առաջարկում եմ ժամանակը տրամադրել ձեզ եւ սիրով լսում եմ ձեզ։ Յուրի ջան, ես ցանկանում եմ նշել, որ այս պարագայում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ հենց իրանք ընտրվեն պատերազմա լինելու։ Այսինքն նրանք բոլոր պատկերացնում եք այդպիսի բան ասեին։ Չէ, ես որ գամ պատերազմա լինի ժողովուրդ, ինձ ընտրեք։ Չէ, ես հարցը սխալ ուղղեցի։ Այսինքն նրանք չեն պատրաստվում սադրիչ գործողություններ կատարել Արցախի դեմ։ Ես նշեցի, սրանից սադրիչ էլ ինչ լինի, 3 հատ պնդում նշեցի, թե ամեն պնդման ներքո որն է սադրիչ։
Խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտները այս բանը որոնք են, ամենագլխավոր խոչընդոտը որն է, որ շատ խոսվում է։ Ես նույնիսկ կարող եմ մեկ միջազգային մակարդակի զեկույցի հղում անել։ Օրինակ, եթե դուք ունեք այլ ինֆորմացիաներ, կարող եք նշել։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեությունը դա սեկյուրիթիզմ է։ Դուք կարող եք կարծել, այստեղ պետք է պնդել եւ փաստարկել։ Կարող եմ օրինակ բերել 2024 թվականի մի վայրկյան։ Օրինակ բերեք 24 թվականից, մենք խոսում ենք 26 թվականի ընտրություններից, մենք խոսում ենք թե քաղաքական կոնկրետ ուժի քաղաքական մեծամասնություն չձևավորելու պայմաններում պատերազմ կլինի թե ոչ, եւ իմ 4-րդ պնդումն է խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտների չվերացումը կարող է բերել նոր պատերազմի։ Ավելին, միջազգային գնահատականներից ես առանձնացրել եմ ԱՄՆ ազգային հետախուզության տարեկան սպառնալիքների զեկույցը։ Եվ այնտեղ նշվում է, որ Հայաստանի Սահմանադրության որոշ դրույթներ դիտարկվում են որպես խաղաղության պայմանագրի խոչընդոտ։ Այսինքն ես չեմ կարծում, որ ԱՄՆ ազգային հետախուզությունից բացի, ծառայությունից բացի կա այլ մակարդակի մարմին, որը կարող է վալիդ զեկույց ներկայացնել, որին կարող ենք վստահել, եւ այս խնդրի մասին միայն խոսում է քաղաքացիական պայմանագիրը, հա, դուք գիտեք, որ սահմանադրական փոփոխություններ կան, իհարկե քաղաքացիական պայմանագիրը դա փորձում է ներկայացնել, որ սա չի արվում արտաքին պահանջով եւ այլն, բայց փաստը մեկն է, որ դա դիտարկվում է որպես խնդիր, այդ խնդրին արձագանքողը մեկն է, մնացած ասում են մենք որևէ փոփոխություն չենք անելու։ Ու այստեղ խնդիրը իհարկե լավի ու վատի մասին չէ։ Ես այստեղ եկել եմ բանավիճելու քաղաքական ռեսուրսների կոնկրետ հաշվարկման իրատեսականության սահմաններում։ Եթե դրա վերաբերյալ ունեք հակափաստարկներ, խնդրեմ։ Ես ցանկանում եմ նշել Բարգավաճ Հայաստան կուսակցության Գագիկ Ծառուկյանի պնդումը, որ նա պնդում էր ամեն կերպ փորձելու է Բայց խնդրում եմ Գագիկ Ծառուկյանին ուղիղ հղում անել, էլի, ես մի քիչ կարողա չհասկանամ։ Մեկնաբանեք հայերենով, որպեսզի ես հասկանամ, որ շատ Ծառուկյանի ելույթներից մեկում ասել էր, որ նա եթե ընտրվի որպես նրա կուսակցությունը ընտրվի, նա ամեն կերպ փորձելու է խաղաղություն Ասма երաշխավորված խաղաղություն։ Այդ երկրորդ պնդումն էր Գագիկ Ծառուկյանի ասած, ընդհանրապես հետաքրքիր է, չէ՞, ինչ ավարտվեց ժամանակը, եկեք ծափարենք Նարեկին։ Համեցեք։ Միասնիկ Խաչատրյան։ Շնորհակալություն։ Եթե պնդման հետ կապված կա մեկնաբանությունների կարիք ես սիրով պատրաստ եմ, թե չէ, սիրով լսում եմ ձեզ։ Շնորհակալություն, նախ եւ առաջ իմ հարգանքը դեպի ձեզ, քանի որ 20 հոգու դիմաց բանավիճելը իրականում շատ դժվար է եւ հասկանում եմ ձեզ, ու մեր խմբերն էլ մեզ կողքից ողջևորում են։ Այդ համատեքստում ես շատ ծանր չեմ տանում, բայց շատ բարի է։ Տեսեք, ես չեմ պատրաստվում շարունակել ձեր պնդումները եւ կառաջարկեմ ռեստարտ անել ու անդրադառնալ սկզբի մեր բանավեճի եզրույթին։ Ասում եմ ցանկացած անհասկանալի պայմաններում ռեստարտ արեք, խնդրեմ։ Եթե քաղաքացիական պայմանագիրը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ։ Այս եզրույթը իմ մնացած բանավիճողների եւ ոչ նաեւ բանավիճողների կողմից եւ ձեր կողմից, քանի որ առաջինը դուք պնդում ներկայացրիք, եկավ այն պերսպեկտիվով, եկավ այն գաղափարով, որ ընդդիմության գալու դեպքում կսկսվի պատերազմ։ Սակայն նաեւ քանի որ ես դեմ եմ, կարող ենք նաեւ մենք այս հարցին նայել այն պերսպեկտիվով, եթե քաղաքացիական պայմանագիրը չխախտի խորհրդարանական ընտրություններում, Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, այսինքն եթե քաղաքացիական պատերազմը հաղթի խորհրդարանական ընտրություններում, երկիրը չի ներքաշվի պատերազմ, քաղաքացիական պայմանագիրը։ Հա, դուք քաղաքացիական պատերազմ ասեցիք ոնց որ ես իմացա թրոլինգ եք անում քաղաքացիական պայմանագրին, փաստորեն այսինքն մենք եկեք բերենք բանավեճը այն դաշտ սկսենք մի կետից, որտեղ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, երկրում պատերազմ չի լինի։ Քանի որ դեմ կողմնորոշումը այս բանավեճի շուրջ նաև իր մեջ պարունակում է նույն իմ նշած պերսպեկտիվը։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ եթե նույնիսկ քաղաքացիական պայմանագիրը գա իշխանության, այսինքն վերընտրվի, այսինքն էլի պատերազմ է լինելու։ Ես ուզում եմ ասել, որ պատերազմը այո անխուսափելի չի լինելու, ինչպես ձեր նշած ընդդիմության ժամանակ, այնպես էլ քաղաքացիական պայմանագրի ու նշված խաղաղությունը այդքան էլ հաստատում չէ, եւ տեսեք։ Ես չեմ խոսում պատերազմի անխուսափելիության կամ խուսափելիության մասին։ Ես ընդունում եմ ձեր ասածը։ Ես ուզում եմ, ինչ եմ ուզում ասեմ, կա հստակ քաղաքական ուժերի ներկապնակ։
կա հավանականություն, թե ով կարող է գալ իշխանության։ Երբ որ մենք խոսույթները համեմատում ենք, այդ խոսույթների, պնդումների, որ առաջ են քաշում հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը, վերլուծելով իհարկե, եթե ես վանգան չեմ, ես վանգան չեմ, կոնկրետ նշեմ պատրաստ լինելու է թե ոչ, բայց հստակ է, որ այս խոսույթներով հավանականությունը որ պատերազմ կլինի բավականին մեծ է։ Շատ բարի, տեսեք, այս եզրույթը որտեղից է եկել մեր քաղաքական դաշտ։ Այս եզրույթը բերվեց Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության կողմից։ Որ եզրույթը։ Մեր բանավեճը ինչի շուրջ որ մենք բանավեճում ենք, եթե քաղաքացիական պայմանագիր չընտրվի, կսկսվի պատերազմ։ Այսինքն ու այս ամեն ինչը եղավ նախընտրական քարոզարշավի շրջանակներում դրանից առաջ եւ դրան հաջորդեց այն, որ քաղաքացիական պայմանագիրը վերցրեց։ Կանգնեց, շնորհակալություն Միասնիկին։ Համեցեք։ Կարինե Հարությունյան։ Ողջույն Կարինե, եթե իմ պնդումը ինչ որ ձև հասկանալի չէ, պետք է մեկնաբանել, կարող եմ մեկնաբանել։ Ամեն բան հասկանալի է։ Նախ նշեմ, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում ու ժողովրդավարական երկրներում ընտրական գործընթացը բնական երևույթ է։ Ժողովրդավարական Հայաստան, մեկ հաղում արեք, որտեղ Հայաստան ժողովրդավարական ռեժիմ է համարվում։ Սահմանադրությամբ սահմանված է։ Սահմանադրությամբ կարող է սահմանված լինել իդեալները։ Ներկա վիճակը պետք է դուք փաստարկեք Հայաստան ժողովրդավարական է թե ոչ։ Օրինակ ես կարող եմ 3 զեկույց բերել ձեզ, որտեղ Հայաստանը ոչ թե նշում է ժողովրդավարական, այլ հիբրիդ ռեժիմ։ Իրականացվում է ընտրություններ, այսինքն քաղաքացիները մասնակցում են քաղաքական գործընթացին։ Էլեկտորալ ժողովրդավարություն է, դա չի նշանակում Հայաստան ժողովրդավար է արդեն իսկ։ Լավ, շարունակենք, եւ եթե ժողովրդական երկրներում ընտրություններ լինելով պետք է քաղաքական իշխանությունը փոխվի ու լինի պատերազմ, այսինքն այստեղ թերացումը ոչ թե ընտրություններով է պայմանավորված, այլ պայմանավորված է քաղաքական ներկայիս իշխանության սխալ համակարգի ձևավորմամբ։ Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մենք բանավեճ չունենք։ Ուզում եք հիմա երկուսով նստենք, ինչ ուզում ենք ասենք գործող քաղաքական մեծամասնության։ Իմ ասած ուրիշ բան է։ Ես ասում եմ քաղաքացիական պայմանագրին պոտենցիալ փոխարինող ընդդիմադիր քաղաքական ուժերի իշխանության գալու դեպքում Հայաստան ներքաշվելու է պատերազմի մեջ։ Թե քաղաքացիական պայմանագիրը ինչ է վերել մեր գլխին, լավն է, վատն է, սպիտակ է, սև է, դա այլ բանավեճի առարկա է։ Դրան ուղղակի ուզում եմ նշել, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ քաղաքական իշխանությունը փոխվել է ու դրանից հետո չի եղել պատերազմ, բայց եղել են դեպքեր, երբ հիմնականում հաղթանակը պայմանավորված է։ Մենք абստրակտ կոնտեքստում չենք քննարկում։ Մենք քննարկում ենք Հայաստանի կոնկրետ կոնտեքստը եւ եկեք ընդունենք էլի, որ 26 թվականի երկայնք ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ եւ դա փաստացի այսօրվա մեր քննարկումների ռեֆորմի տարբեր հանդիպումների ժամանակ մեր բանախոսները նշում են։ Նաեւ որոշ բանախոսներ ներկայացնում են կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր։ Բայց մեր հարցը սրանում է, հիմա այսքան փաստարկներ բերեցինք, մեր ընդդիմադիր հիմնական ուժը ինչ է ասում։ Հիմա նաեւ նշում եմ վերջինը Ամերիկայի հետախուզական ծառայությունը տարեկան սպառնալիքների զեկույցում հստակ նշում է խոչընդոտ։ Այդ խոչընդոտի վերացմանը միտված մեկ կուսակցություն կա, մեկ քաղաքական ուժ կա, որ գոնե ինչ որ արձանագրում անում է։ Մնացյալը դրա վերաբերյալ որևէ բան չեն անում։ Ձեր փաստարկները։ Լավ, ես այստեղ նշեմ, որ օրինակ Իսրայելում 1977 թվականին Լիկուդի հաղթանակը բերեց խաղաղության, միջ այդ իշխանության գլուխ կանգնած էր աշխատավորական կուսակցությունը, որի ժամանակ Իսրայելն ու Եգիպտոսը պատերազմի մեջ են։ Ես Հայաստանը գիտեմ։ Շատ լավ։ Դուք ունեք հայաստանյան կոնտեքստի վերաբերյալ, բանավեճի խնդրու առարկայի վերաբերյալ ձեր հակափաստարկները։ Ես թույլ եմ տալիս հատուկ ձեզ համար 4 իմ ժամանակը կանգնեց ունենք դերոշներ, շնորհակալություն Գարինե։ Շնորհակալություն։ Համեցեք։ Տարոն Սարգսյան։ Տարոն, եթե պարզ է իմ պնդումները ձեզ եմ բոնուս տալիս 4 պնդման շուրջ ինչ ուզում եք ասեք, հակափաստարկներ, ես սիրով լսում եմ։
Շնորհակալ եմ, նախ ողջունում եմ։ Կարծում եմ, որ բանավեճը չէր հասնի այս կետին, եթե հենց ամենասկզբից տրվեր արժանի հակապնդումներ ձեր ասածներին։ Ուզում եմ հենց առաջինից սկսել։ Դուք ձեր ընկերներին եք կպնում, հա։ Ոչ, ընկերներից չեմ կպնում։ Ասում եք հակապնդումներ չեմ ներկայացրել, այսինքն ուզում եք ասեք միջև ձեր գալը դե դուք ներկայացիք։ Մեկ հակապնդում սխալ եք մեկնաբանում իմ ասածները, բայց խնդրում եմ կոնտեքստից չշեղվել։ Միջև այս բա հակապնդում չի ներկայացվել։ Ես նման բան չեմ ասել, վերջում կնայենք։ Ուրեմն դուք ենթադրում եք ձեր պնդումով, որ փոփոխությունը վատ է, ինչը շատ մեծ տրամաբանական սխալ է բոլոր առումներով նայելիս։ Չեմ ասում եւ ինչն է սխալ։ Ձեր առաջին պնդումից սկսած դուք ձեր առաջին պնդումով ասում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չվերընտրվի, պատերազմի դա իմ առաջին պնդումը չէ։ Դա հիմնական պնդումն է, դա պնդումի շուրջ եկած շատ լավ։ Ուրեմն այս պնդումը տրամաբանական սխալ է իրենից ենթադրում, բայց կուզեմ անդրադառնալ նաև ընդդիմադիր ուժերին։ Հենց ուզում եմ դրան անդրադառնալ։ Ինչ տրամաբանական սխալ է ենթադրում։ Տրամաբանական սխալը այն է, որ երբեք միշտ չէ, որ փոփոխությունները վատ են, բայց այս պարագայում դուք նշում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի եւ կարող է պատերազմի վտանգ լինել եւ ասում եք, որ ընդդիմադիր ուժերը շատ հաճախ երկիմաստով արտահայտություններ են անում, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հետ, բայց ես հետևելով բոլոր ընդդիմադիր ուժերին, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերին, տեսել եմ, որ նրանք, այսինքն մեծամասնություն կազմողները երբեք նման արտահայտություններ չեն արել։ Շան TV-ի տաղավարում Նարեկ Կարապետյան, չէ, Շան TV-ի տաղավարում, չէ, հանրային ռադիոյի տաղավարում լրագրողի անունը չեմ հիշում, հարցազրույցի ժամանակ հարց է հնչում։ Արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակելու են թե ոչ։ Մասնավորապես արդյոք Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Գիտեք ինչ է հնչում սրանի պատասխան։ Նարեկ Կարապետյանը նշում է, ես խուսափում եմ պատասխանելուց, նկատի ունենալով հետագայում իրեն որպես բանակցողի կամ իրենց թիմից բանակցողի ներգրավվածությամբ։ Այսինքն փաստացի մեկ անգամ նշում է շատ հակասական պնդում Սամվել Կարապետյանի կողմից հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից եւ հետո նաեւ կոնկրետ հակամարտության էջի փակման մասով էլի կրկին պատասխան չի տրվում։ Ես առնվազն կարող եմ դրանից եզրակացնել, երբ որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրների հարցերից մեկի շուրջ հստակ պատասխան չի հնչում կամ հնչում է հակասական պատասխան։ Դրանից առնվազն, տեսեք, ես 4 պնդում եմ առաջ քաշել։ Դրանք համակցությամբ եմ ես նշում, որ պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի։ Շատ լավ, բայց պատերազմ չի լինի, որովհետև ես ուզում եմ նշում անել, ես լսեցի ձեզ, շնորհակալ եմ։ Ես ուզում եմ նշում անել, որ միշտ չէ, որ կոշտ արտահայտությունները, այսինքն ագրեսիվ արտահայտությունները քաղաքականություն շարունակելու հիմնական ուղղություններն են լինում, այսինքն ես կարող եմ օրինակ բերել քաղաքական հայտարարությունները ինչ որ ձև կապ են ունեցել բանակցային գործընթացը տապալելու հետ։ Խնդրում եմ պատասխանել։ Իհարկե կապ են ունեցել, որովհետև ընդդիմադիր ուժերը դուք հաստատում եք։ Կանգնեց ժամանակը, ունենք 10 դրոշ, շնորհակալություն Տարոնին։ Վերջին անգամ համեցեք։ Նանե Բեժանյան։ Լսում եմ ձեզ 2 րոպե 38 վայրկյան։ Ուրեմն գանք հենց վերջին փաստարկին ձեր, որովհետև հասել ենք վերջինին։ Այստեղ տեսել ենք խոչընդոտ խաղաղության հաստատման սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումը։ Բայց այս այնքան ծեծված հարց է, որովհետև Հայաստանը կոնկրետ դիրքորոշում է հայտնել իր իրավական համակարգով։ Մենք սա իրավական խնդիր չունենք, որովհետև Սահմանադրական դատարանը, Հայաստանի Սահմանադրական դատարանը ունի որոշում, որտեղ նշվում է, որ Հայաստանի Սահմանադրության այս ներկայիս տեքստը ոչ մի տարածքային բան չի ծառայությունը, այս ինչ է, ստե անգրագետներ են, ինչի համար են գրել դա խոչընդոտ։ Իրանք չեն հասկանում։ Ես դուք հասկանում եք, չէ՞, բայց իրանք քիչ չեն հասկանում։ Տեսեք, հետախուզական ծառայության պետը ամենահետախուզական ծառայության տարեկան սպառնալիքների զեկույցում նշվել է, որ Սահմանադրության որոշ դրույթներ դիտարկվում են խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ։ Բայց եթե Հայաստանը այդ եմ ասում, ես էլ եմ, տեսեք։ Մենք մտնել ենք բանակցությունների մեջ երկու պետություն Հայաստան։ Եթե ձեր նշածը, տեսեք, մենք մտնել ենք բանակցությունների մեջ երկու պետություն Հայաստան, Ադրբեջան։ Այստեղ մեր խոսքն ամենակարևորը լինելու, որովհետև մանավանդ եթե մենք ուզում ենք ԱՄՆ-ն չի պնդում, ԱՄՆ-ն զուտ ոչ թե ասում է մենք տենց ենք մտածում, ասում է ներկայիս գործընթացը, իրենց հետախուզական
վերլուծական տվյալները հաշվի առնելով համարում են, որ ոչ թե իրենք են պնդում, թյուրընկալում չլինի, որ ԱՄՆ-ն ասում է, չէ, դա խոչընդոտ է, գնացեք լուծեք։ ԱՄՆ-ն չի պնդում, ԱՄՆ-ն ասում է, այդ գործընթացում սենց խոչընդոտ կա։ Տեսեք, իրանք են համարում են, բայց եթե Հայաստանը կանգնում ասում է, այս համադրության տեքստը ես ունեմ, ու համադրության տեքստը, եթե չեմ փոխում մնացած պատճառներով, սա մնում է այսպես ու ես ասում եմ, ես կանգնում ասում եմ, յուրաքանչյուր իշխանություն դա կլինի, ԿՊ-ն դա կլինի, ընդդիմադիր իշխանություն, ով որ կա կանգնում ասում է, այս տեքստի հիման վրա ես չեմ ներկայացնում ոչ մի պահանջ, ու այս պահին ոչ մի ընդդիմադիր կուսակցություն ինքը ուղիղ չի կանգնում ասում, ես ներկայացում եմ պահանջ։ Կարանք բերենք տարբեր հանկարծության հռչակագրում, որը կա, որ Արցախի վերաբերյալ նշված Արցախի հանրապետության նշված բաժ։ Ու հետո կներեք փաստացի իրավիճակը այսպեսին է։ Այսօրվա բանակցություններում դա համարվում է խոչընդոտ։ Այս խոչընդոտի վերաբերյալ կամ է քաղաքական ուժի կարծիք։ Մի հատ բան ասեմ։ Սահմանադրության փոփոխության համար պետքա լինի, պետքա ներկայացվի ԱԺ-ում օրենսդրական նախագիծ, որը պետքա ընդունվի, պատգամավորվի 2/3-ով։ Եթե նույնիսկ ԿՊ-ն ընդվի, բայց սահմանադրական մեծամասնություն չկազմի, այս դեպքում սահմանադրական փոփոխությունները չեն կարողանալու լինել։ Ու այս դեպքում մեր համար դա միայն ԿՊ-ի ընտրությունը խոչընդոտների չվերացումը կարող է բերել նոր պատերազմի, խոչընդոտների վերացման մասին խոսում է միայն քաղաքացիական պայմանագիրը։ Նույնիսկ եթե այդ խոչընդոտները մնան ու Հայաստանը իր քաղաքական ու իրավական դիրքորոշումը ներկայացնի, որ մենք այս տեքստով մենք չենք բանանում, մենք չենք գնում, մենք ոչ մի պահանջարկ չունենք։ Դու այդ խոչընդոտների վերացման ուղղությամբ ունես քաղաքականություն, թե ոչ։ Եթե քո քաղաքականությունը այն է, խոչընդոտը, դա ասում են այդ խոչընդոտի վերաբերյալ։ Ավարտվեց նաև շարք բնական ժամանակը։ Հարգելի բոլոր, նախ խնդրում եմ բոլորով ու հնարավորին ամենաբուրըն ձևով ծափարենք մեր 20 մասնակիցներին։ Եվ ոչ պակաս բուրըն ծափարենք նաև Յուրին։